Այսօր այստեղ եկի աջակցություն Միքայել Սրբազանի, դատարանը արդեն թեև կայացրել է մեղադրական վերդիկտ, սակայն այսօր է հրապարակվելու մեղադրանքի ժամկետի և ձևի մասին որոշումը, ինչ է կարծում ի վերջո դատարանը ինչպիսի որոշման կգա։ Արդեն փաստ է, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել, մտել է, այսպես ասած, մեղքի տակ դատավորը, թերևս ես իմ հույսը չեմ կորցնում, որ գոնե այլընտրանքային խափանման միջոց կգործի, տնային կալանք կամ վերահսկողություն կամ տուգանք, ես իմ հույսը այդպես չեմ կորցնում, բայց չնչին է այդ հույսը իհարկե։ Դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով կալանքի որոշման վերաբերյալ, ինչ եք կարծում, ինչպիսի որոշում կկայացվի եւ արդյոք 2 տարի 6 ամիս ժամկետը կյանքի կկոչվի։ Կարծում եմ կկիրառվի մի քիչ մինուս պլյուսով սենց ասենք, բայց պատիժը կկիրառվի։ Գիտեմ, որ Սրբազան պայքարի մասնակից եք, երեք նաև Բագրատ Սրբազանի և 17 արդարների դատական գործներ, այդ գործի վերաբերյալ ինչ ակնկալիքներ ունեք։ Այս բոլոր գործերը ճիշտ է իրար հետ կապված են, մի պրոցես չի, բայց իրար հետ կապված են, բնականաբար սա թե հայ առաքելական եկեղեցու դեմ է, թե մեր պետականության դեմ է, այսպես ասված, հույսը էլ եմ ասում, շատ չնչին է, նույն ճակատագիրը սպասվում է 18 արդարներին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին, այս պրոցեսները դեռ շարունակական են լինելու, դեռ էլի մարդիկ են կալանավորվելու ընդդիմադիր հայացքների պատճառով։ Մեր երկրում մարդիկ դատվում են ընդդիմադիր լինելու համար։ Այո, մեր երկրում մարդիկ կամ սպանվում են, կամ դատվում են ընդդիմադիր լինելու համար։ Ես եմ։